Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք թվային անվտանգությունից եւ մեր հյուրն է Կիբերհաբի համահիմնադիր, թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, մի քիչ ավելի տենց խորը եւ երկար հարցազրույց էի նախատեսել, որովհետև առնվազն մեդիայում, երբ որ մենք խոսում ենք թվային անվտանգությունից, ընդունված է դիտարկել առանձին кейսերը, հա? Ինչ անել, եթե ձեզ զանգահարել են, չգիտեմ, բանկից, ինչ անել, եթե այսպեսի fake լուրի եք հանդիպել, ինչ անել, եթե այսպես։ Չէ՞ առանձին кейսեր ենք քննարկում եւ դա ստեղծում է տպավորություն, թե կա ինչ-որ թվային ոլորտ եւ այդ ոլորտում կարող ենք մենք դառնալ խարդախության զոհ։ Մինչդեռ եթե մենք այդ кейսերը առանձին իրար կողք ենք դնում, մենք հասկանում ենք, որ դա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների հետ է կապված։ Թե մենք ինչպես ենք ինֆորմացիան սպառում, մենք մեր բոլոր ֆինանսական գործողությունները, անգամ, չգիտեմ, կրթական գործողությունները եւ այլն։ Այսինքն ժամանակն է թերևս ընդունել, որ մենք ապրում ենք թվային համակարգում եւ արդեն թվային անվտանգություն ասվածը առհասարակ թե մարդու անհատի, թե ազգային անվտանգության երևի թե եթե ոչ ամենակարևոր, ապա այդ կարևոր 3 բաղադրիչների մեջ է, հա, ֆիզիկականից հետո։ Ձեր կարծիքը ինչպես եք դուք տեսնում թվային անվտանգության խնդիրներն այսօր ընդհանուր։ Տեսեք, իմ մոտեցումը է նա, որ քանի որ թվային ոլորտը արդեն մեր կյանքի բոլոր ոլորտները ընդգրկել է, այդ առումով շնորհակալություն ձեր հարցի համար, բայց մենք շատերս այդ չենք էլ ֆիքսում, չենք էլ ընկալում, որ դա այդպես է, հա, սկսած Երևանում ավտոբուսների ցուցատախտակներից, չգիտեմ, տաքսի նստելուց, անձնագրայինում հերթագրվելուց, ամեն տեղ արդեն կա այդ թվային հետքը։ Եվ որտեղ կա թվային ինչ-որ բան, այստեղ ռիսկերը կտրուկ աճում են, բացատրեմ ինչու, հա։ Հիշում եք ժամանակին, որ գնում ենք հիվանդանոց, անկետաները ասես թղթի վրա պետք է տենց գոռա իր հերթ կանգնեի շոր կին գնար բերեր։ Ռոզի քլգտի։ Դրանք անձնական տվյալներ են, այդ հիվանդանոցայինը, որը շատ կարևոր է եւ ինքը անձնական այնպիսի տվյալ է, որը պաշտպանման ենթակա է ու զգայուն է։ Ես ինքս Գյումրիից եմ ու տենց Գյումրիում այդ պատմությունները կային, որ եթե չգիտեմ տղա աղջիկ սիրահարվել են, բան, մեկ էլ ազգուտակը սկսում են իրար խառնվել, գնան ուսումնասիրեն, ինչ հիվանդություն ունեն, բան սենց էլի։ Ուրիշ տեղերում էլ կա, հա, այդ սենց ամբողջ ազգուտակը քջջում քրքրում էին, ծանոթ էին ճարում, իմանային ինչը ոնց, բայց դե պարզագույն օրինակներից մեկն է, որ նույնիսկ կարող ինչ-որ երիտասարդ զույգի, չգիտեմ, երջանկության վրա դա անդրադառնար։ Երբ որ այդ անկետաները մեկ տեղում էին կենտրոնացված, վերահսկելը թե ով մտավ, ով վերցրեց, ինչ արեց, քիչ թե շատ հասկանալի կառավարելի էր։ Երբ այդ ամբողջը մտավ առնետ համակարգ, երբ որ էլեկտրոնային առողջապահություն եւ այն սկսվեց, էլեկտրոնային ապահովագրություն, այս մուտքի աղբյուրները այդ շատ զգայուն տվյալներին, որոնք կարող են կոնկրետ զույգի երջանկության վրա ազդել, անսահման քանակի աճում են, հա։ Ինչ որ ստոմատոլոգ, ատամնաբույժ, ինչ որ բժիշկ, որևէ մեկը բուժաշխատող, այդ բուժաշխատողների սպասարկող համակարգչային ցանցի ադմինիստրատոր, ով ասես, ադրբեջանցի հաքեր, ով ասես կարող է տվյալներին մուտք ունենալ։ Կովիդի ժամանակ երևի, քանի որ առողջապահությունից սկսեցինք, երևի կհիշեք, կոտրել էին ինչ-որ պետական մարզպետարանների ինչ-որ աշխատողների մեյլերից հանել էին ցուցակներ ու ադրբեջանցիները 20 թվին մի քանի անգամ սկսեցին հրապարակել ցուցակներ, կոնտակտավորներ, եւ այդ այն ժամանակն էր, երբ շատ ծանր էին տանում մարդիկ կովիդով հիվանդ լինելը, եւ հիշում եք ինչ-որ Էջմիածնում մի տիկիներ առաջին հիվանդներից մեկը իրենց մուտքի մոտ ինչեր ասես գրել էին, հետո այդ կոնտակտավորների ցուցակը, որ հրապարակվում էր, հարևանները բան դուրը պաշարում էին, ինչ-որ բողոքում էին, հələ գնացեք մեր թաղից, հա, այսպեսի ինչ-որ բաներ կային։ Այս պարզագույն օրինակ է, ոնց է թվայինը, իրական կյանքը եւ դրա հաջորդում արդեն ֆիզիկական աշխարհում քո խնդիրները համակցվում։
Մենք շատ ենք լսում այդ ֆինանսականի մասին, որտեղ մարդիկ այնտեղ կոնկրետ կորուստներ են տեսնում, բայց հազարավոր դեպքեր են, երբ որ մարդու Instagram, Facebook, WhatsApp, Viber կոտրվում է, այնտեղ պահում են լիքը փաստաթղթեր, արժեքավոր կոմունիկացիա, գաղտնի կոմունիկացիա, դա արտահոսում է ու քչերն են նույնիսկ դա ընկալում որպես իրենց թվային անվտանգության պաղադրիչ, բայց եթե խորանաք շատ դեպքերում ինչ-որ մեկի Facebook-ը կոտրեցին, ինքը աշխատանքային chat ունեն, իրանց գործի աշխատանքային կոմունիկացիան այնտեղ կա, այդ կարող արտահոսել, բարձվի, որ իրենք օրինակ, չգիտեմ, երկու գործընկերներով շեֆին բամբասել են, ծածուկ կամ մյուս գործընկեր, դա արտահոս կլինի, հա, այսպիսի լիքը խնդիրներ կան, ու այս թեթևամիտ վերաբերմունքը թվային անվտանգությանը նրա հետ է նաև կապված, որ մարդիկ էս չեն ընկալում, դրա մի մասն էլ կա, որ հայկական մշակույթում այդ անձնական տվյալ, անձնական կյանք, մի քիչ դրա սահմանները շատ նեղ են, այսինքն բոլորը պարտն են համարում։ Այդ ինչ ունես թաքցնելու դու, քիթը խոթեն քո գործերի մեջ, ասենք, չգիտեմ, այս բաները եւ նաև դրա հետ է կապված, որ նույնիսկ մերոնք զարմանում են, որ օրինակ ինչի է Facebook-ը ստիպում մի հատ երկրորդ կոդ դնեմ, դե ասենք կոտրվավ, ես ում եմ հետաքրքիր, այսպիսի բաներ։ Բայց երբ խորանում եք, այս վերաբերմունքի պատճառով մեր բիզնեսները նույնիսկ բազմաթիվ վնասներ են կրում։ Կոտրում են ինչ-որ աշխատող, ով որ բիզնես էջի ադմին էր, բիզնես էջը տանում են, բիզնես էջում կցված է ընկերության քարտը, այդ քարտով սկսում են գովազդ գնել, իրենք վերավաճառում են մեկ այլ հաճախորդի վրա, իբր նրանց էժան գովազդ են առաջարկում, այստեղ կոտրած ընկերությունը կրում է հարյուրավոր, երբեմն հազարավոր դոլարների վնասներ քարտից, եթե չեն հասցնում շուտ կողմնորոշվել, եւ սա թարգմանվում է արդեն անձնական կյանքում այս անհոգությունը թարգմանվում է կոնկրետ բիզնես ոլորտում վնասների, ու մենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դեպքերի հետ ենք առնչվում։ Այնպես որ այս ընդհանուր իրավիճակն է բավական համապարփակ, եւ այս իրավիճակում հարց առաջանում, լավ, ինչ անեմ, ասենք հասկանալի է, չէ՞ որ ամեն ինչից պաշտպանվել չես կարող, խելագարստանից դուրս չես գա կամ ինտերնետ չես մտնի, դա էլ ծեւ չի։ Հա, ու այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի գոնե էլի եմ ասում, արդեն վերադառնալով մեր աշխատանքային մոտեցման, արվի ռիսկերի գնահատում, որտեղ ես ունեմ արժեքավոր զգայուն տեղեկատվություն, ֆինանսական տվյալներ, քարտեր կցված, որտեղ որ անհրաժեշտ է, որը որ պետք է իզոլացնել, պաշտպանել։ Եվ մեր մոտեցումը աշխատանքային հիմնականում այդպես է գնում, այսինքն դու ունես Facebook-յան էջ, այդ Facebook-յան էջը բացել ես, երբ որ փոքր էիր ու Mail.ru էիր օգտագործում։ Mail.ru-ի parole-ը մոռացել ես, եթե Facebook-ը դե տանեն չես կարողանալու վերականգնես, հա, այս ամբողջ ցիկլը ընդամենը գալիս է նրան, որ ձեր բիզնեսը ունի Facebook-յան էջ, որով գովազդ եք դռնում։ Միայն այդ մի գովազդը պաշտպանելու համար արդեն դու ստիպված ես լինում պաշտպանել քո Facebook-ը, պաշտպանել կամ վերագտնել քո Mail.ru-ի գաղտնաբառը կամ մեկ այլ մեյլի հասցե գցել Facebook-ին են հինը անջատել, հա, այդ գծած մեյլի հասցեն ապահովել ու կասկադով իջնել։ Գոնե այս մոտեցման դեպքում դու թիրախավորված իմանում ես ինչը պաշտպանել եւ ասենք Viber-ը, որով ուղակի դպրոցական ծնողների chat-ն է, այդ մտածում ես դե լավ։ Այդ մեկը դե տարան շատ չխորանամ դրա վրա, բայց ինչը որ գոնե առանցքային է, գոնե դրա մասին մտածեմ։ Հայաստանում դե հիմնականում օգտվում են ամերիկյան թվային ծառայություններից եւ ռուսական թվային ծառայություններից։ Անվտանգության տեսակետից տարբերություն կա։ Ես հիմա չեմ խոսում քաղաքական, հա, վերահսկողության մասին։ Կա, բայց անվտանգությունն էլ մի քանի բաղադրիչ ունի, այսինքն անվտանգություն լինում է հեսպուն թվայինը, բայց կարող է լինել դրա իրավականը, բացատրեմ ինչ նկատի ունեմ, հա։ Տեսեք, երբ որ ընկերությունը գրանցված է եւ գործում է, օրինակ Միացյալ Նահանգներում գործում է շատ կոնկրետ օրենսդրություն, որտեղ այդ մշակութային հարցը, որ անձնական տվյալի գաղտնիություն, որ դա պաշտպանված է, որ դատական կարգով պիտի ուսումնասիրվի, ինքը մի փոքր ավելի բարձր աստիճանի վրա է։ Ռուսաստանյան ոլորտում, որը մեզանման, մենք դրա ժառանգորդն ենք ինչ-որ առումով, ավելի էս որ
կոմունիստական, պետության համար ամեն ինչ, անձնական կյանքս որն է, հա, այս մոտեցումները կա։ Դու ինչ ունես թաքցնելու։ Եվ Հայաստանում էլ դա կա, այսինքն մեր էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում դրույթ կա, որտեղ գրված է, որ տարբեր տելեկոմ ոլորտի ծառայություն մատուցողները պարտավոր են համագործակցել ազգային անվտանգության ծառայության հետ, այդ համագործակցության մեխանիզմները չեն բացատրված, օրինակ Ամերիկայի դեպքում գրված է, որ եթե ուզում է իշխանությունը ինչ-որ մեկին գաղտնա լսել, պիտի դիմեն հատուկ տիպի դատարաններ կան, հա, FISA court-ը կոչվում, այսինքն դատարաններ են, որտեղ որոշումը գաղտնի է կայացվում, բայց դա ապակաղնագրվում, ասենք 5 թե 10 տարի ժամկետ անցնելուց հետո։ Եվ հիմա Ամերիկայում տենց բարբերաբար նայում են այդ հետահայաց այդ դատարանները ինչ որոշումներ են կայացրել եւ ինչի հիման վրա ում են գաղտնա լսել։ Մեզ մոտ այդ մեխանիզմը հստակ չի, բացատրված չի։ Շատ չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մեր մոտ նաև օրենքով պետական մի շարք մարմիններ, ԱԱՑ-ն, ոստիկանությունը, հարկային վերահսկողական ծառայությունը հնարավորություն են տեխնիկական միջոցներ կիրառելով անմիջապես գաղտնալսել եւ նաև հնարավորություն են դիմել օպերատորներին իրենցից տվյալներ ստանալու։ Այդ օրենքի վրա առանց դատարանի որոշման։ Նայեք, ինչ որ դեպքերում դատարանի որոշմամբ բայց ինչ որ դեպքերում իրենք կարող են ուղղակի պահանջել նայած ինչ ծառայության մասին է խոսքը մուտք դեպի համակարգ ունենալ տվյալներ եւ տեսեք նաեւ այստեղ արդեն ինստիտուտների կայացածության խնդիրն է որ արդյոք մենք վստահ ենք որ եթե massայական գաղտնալսեցին ենթադրենք 1000 կամ 1 միլիոն հոգու հետո ում որ գաղտնալսում են հետաքրքիր բան հայտնաբերեցին չեն կարող գնան դատարանին ասեն մատ հետին թվով Ես դրա մասին եմ ուզում խոսել քանի որ գաղտնալսումը այտենց բավականին արդի թեմա է արդի թեմա է այո հա արդի թեմա է այսինքն պարտադիր չի որ ինչ որ կոնկրետ ինստիտուտ այսօր որքան ես եմ հասկանում հա տեխնոլոգիաները այնպես են զարգացված պարտադիր չի որ ինչ որ ինստիտուտ ունենա սանկցիա ունենա հնարավորություն քեզ գաղտնալսելու արդեն այնպիսի ծրագրեր կան որ կարելի է պարզապես անհատը ինչ որ ձևերով հա ինչ որ կամ խումբ հա քաղաքական ձեր օպոնենտները ձեր հեռախոսը գաղտնալսեն այդ գաղտնալսումի ընթացքում ինչ որ բաներ հայտնաբերեն դա այսպես ասած ժողովրդի լեզվով սլիվ անեն համացանց եւ նոր արդեն դրանով զբաղվեն, չգիտեմ, ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները եւ այլն, այսինքն պարտադիրել չի, որ հատուկ ծառայությունները կցված լինեն գոնե ֆորմալ առումով գործին, որպիսի մարդիկ իրար գաղտնալսեն։ Որքան հասկանում եմ, այսօր ոչ ոքս ապահովագրված չենք նման վտանգից։ Ոչ այսօր, ոչ էլ նախկինում, այսինքն ես կոնե առաջին այդպիսի սկանդալային դեպքերը հիշում եմ դեռ երևի 2007 թվերին, հաշտվում եք Արթուր Բաղդասարյանի դեպքը կար օրինակ երկրի, հետո մարտի 1-ից առաջ են որ մեր տեսփան Ալեքսանդր Արզումանյանի դեպքն էր։ Նույն Նիկոլ Փաշինյանի զանգերը այսինքն այդ ժամանակներից կար, բայց այն ինչ որ հիմա եք տեսնում massայականությամբ իր ծավալներով անհանգստացնող է մանավանդ որ սկսվեց այս ամբողջը հիշում եք դեռ Փաշինյան Վանեցյան Փաշինյան Սասուն այս պատմություններից սկսվեց, բայց մեզ մոտ դա շարունակում է ու չի բրցնում եւ սկսել է դառնալ ինքը կոնկրետ զենք հատկապես ընդդիմադիրների դեպք։ Ես ինչ-որ դժվարանում եմ հավատամ, որ իշխանությունները ոչ մեկին գաշարք կամ ինչ-որ բան չեն խոստանում, ոչ մի մասով չեն բանակցում, այդ այնքեսը սուրբ են, այնքեսը չէ, ասենք նույն ազգն են, գիտենք ում մասին է խոսքը։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք այսպիսի կոնկրետ թիրախավորված իրավիճակ, սա լուրջ մտահոգություններ է առաջացնում եւ այստեղ լուրջ մտահոգությունը ինստիտուտների կայացածությանն է եւ այլն, այսինքն ես կողմ եմ, որպեսզի լինեն ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի ոչ մի կողմից, ընտրական ինչ-որ այս խոստում, բայց դա անելու համար մենք պիտի ունենք այնպիսի ինստիտուտներ, որոնք բոլորին հավասարապես են նայում։ Արդյոք մենք ունենք երաշխիքներ, արդյոք կա այնպիսի թափանցիկություն, որ իմանանք, որ վաղը, չգիտեմ, ներքին գործերի նախարարությունը ազգային ժողովում կտա հաշվետվություն ու կասի, որ օրինակ գաղտնալսել ենք
50-50 ԿՊ-ական, 50-50 այն մյուս քաղաքական ուժերից եւ այսքանի մոտ գտել ենք sense բաներ, քանի մոտ չէ։ Ու այդ որոշումների հիմքերը, սկզբունքները ոնց է այդ ամբողջ արվել, այսինքն սա է, որ ինձ այս առումով մտահոգում է, հատկապես հիմիկվա այս շատացած գաղտնալսումների ֆոնին։ Ընդ որում գաղտնալսումը այդ կիբեր ոլորտից մի փոքր հեռու է, գոնե հեռախոսային բարձ գաղտնալսում, որտեղ այդ ռադիոալիքների մասին ենք խոսում։ Այսինքն մի բան, որ օդով է փոխանցվում, իրեն միջամտելը բավական տեխնիկապես շատ ավելի հեշտ է։ Կարծեմ ծրագրեր կա, չէ՞, որ եթե հեռախոսի մեջ դրես, ինքը պարզապես ամեն ինչ ձայնագրում է ինչ։ Հաջորդ քայլը դա արդեն շատ ավելի անձնական կյանքի վերաբերում է, խնդիրն ինչ է։ Մեծ հաշվով ամեն մեկից գրպանում կա ունիվերսալ գաղտնալսող սարք։ Չիպ, որ ասում են մեզ չիպավորենք, մենք ինքներս մեզ չիպավորել ենք, հա։ Ավելին ասեմ, օրինակ ինձ մոտ սովորաբար լինում է 3-ից 4 հատ այդպիսի սարք, տարբեր նպատակների։ Երբ որ դու վերցնում ես սարք քո ձեռքին, այդ սարքի վրա կա օպերացիոն համակարգ, հավելյալ ծրագրեր, կա այսպես կոչված third party doctrine, այսինքն երրորդ կողմի դոկտրինա, հա, դա Միացյալ Նահանգներում էլ օգտագործվում ու չարաշահվում է շատ տեղերում, հա։ Գաղափարը նրանում է, որ երբ մենք միասին խոսում ենք առանց որևէ տեխնիկական միջոցների, դա կոչվում է private, հա, անձնական գաղտնի խոսակցություն։ Երբ արանքում մտնում է տեխնիկա սարքավորում, հեռախոս, ռադիո, բջջային հեռախոս, Android կամ iOS համակարգ, չգիտեմ, WhatsApp, Signal։ Այս դեպքում արդեն այս երրորդ կողմերից ցանկացածի հետ կապված դու ունես խնդիր վստահության։ Այդ վստահությունը ոնց են այդ ընկերությունները ապահովում։ Երբ որ դու գրանցում ես քո նոր հեռախոսը, քեզ բերում է terms of service, հա, օգտագործման պայմաններ։ Ես վստահ եմ, որ բոլոր 3 միլիոն հայերը կամ 10 միլիոն հայեր աշխարհի ծայրից ծայր կարդում են այդ terms of service, այսինքն ես վստահ եմ իրանք։ Հետո հաճ, չէ, հետո ուրիշ հարց, լավ, եթե կարդում ես, ինչ որ կետերի հետ համաձայն չես, ինչ կարող ես անել։ Չօգտագործել, չօգտվել այդ սարքից։ Նաև կա օրինակ տելեկոմներում, այդ terms of service, այսինքն եթե գնում եք Viva-Cell, Ucom, չգիտեմ, ինչ որ միտեղ բջջային քարտ առնելու, ցես տալիս են կամ չեն էլ տալիս, հիմա կա այսպես կոչված օֆերտա հասկացություն, երբ որ հրապարակային պայմանագիր է առցանց, գիտեք, նույնիսկ ասում են, ստորագրում եք տեղում, այնտեղ գրված են այն պայմանները, թե ինչ կարող է լինել ձեր տվյալների հետ, ում կարող է դա տրամադրվել եւ այլն։ Եվ քանի որ բոլորս կարդում ենք, լավ տեղյակ ենք, նաև պատկերացնում ենք այդ ռիսկերը, չէ՞, այդպես է։ Իրականում մենք մի փոքր հետազոտություն ենք արել, իմ գործընկեր Սամվել Մարտիրոսյանն է հիմնական դերում աշխատել, երբ որ նայում էր օրինակ տելեկոմների պայմանագրերը, թե ինչ է այնտեղ գրված, եւ փորձում էր հասկանալ ինչքանով է դա պաշտպանում անձնական տվյալները, եւ նաև մենք փորձում ենք հիմա հաջորդ կտորով հասկանանք ում է դա փոխանցվում, որտեվ բոլորի մոտ կան դրույթներ, որ իրենք կարող են ձեր տվյալները մշակել, փոխանցել երրորդ ուժերի մարքեթինգի կամ այլ նպատակներով եւ այն այսպիսի բավական լավոզված ինչ-որ ձևակերպումներ կան, երբ որ դու հասկանում ես, որ եթե ես ինչ-որ մի բան խոսեցի, SMS գրեցի, ինտերնետով արեցի, դա այլևս իմը չէ։ Հաջորդ քայլով էլ կա նույն այդ WhatsApp-ը, Signal-ը եւ այլն, Telegram-ը, որտեղ իրենց սերվերներով ֆիզիկապես այդ տվյալը անցնում է եւ այստեղ շատ կարեւոր է դառնում տիպը, հա, կոնկրետ հաղորդակցության հարթակի։ Շատ բարձ օրինակ, եթե դուք շուտ կայք եք մտել ու այնտեղ ձեր բանկային քարտն եք գրում, դուք պիտի հասկանաք ձեր քարտի այդ թվերը, որ ասես մատիկ հավաքում եք, իրենք ձեր հեռախոսից դուրս եկան կպան մոտակա բջջային աշտարակին, այնտեղից գնացին տելեկոմի գրասենյակ, ինտերնետով գնացին, ջրեմ օրինակ, հասան Ֆրանկֆուրտ ու հետ եկան, ինչև կոնկրետ այդ սերվեր, որտեղ դուք այդ թվերը դնում եք։ Շատ հաճախ ինչ որ մի կետ ինտերնետով հասնես, դուք 10 անգամ ցատկում եք տարբեր սերվեր։ Այդ շատ համեստ տիպ եմ ասում, շտավել։ Այդ կետերից յուրաքանչյուրում կա տեխնիկական հնարավորություն միջնորդել ձեր տվյալներին ու ձեր բանկային քարտի տվյալը գողանալ։ Չեք ուզում, չէ՞ որ ձեր բանկային քարտի տվյալը գողանան։ Այդ նույնը, ասենք, փողոցով մեկ ասում քարտը տվյալը կտած, դուք ելնեք փողոց, առաջի պատած մեկին տակ ձեր քարտը, ասեք, էսի տար մի 100 մետր ընդ մեկին կփոխանցես, ինքը առաջ տանի։ Այսինքն ամբողջ այդ ճանապարհին շուտ մարդիկ կարան կարդան։ Հիմա ինչ արել։ Մարդկությունը པարզ լուծում ունի, այդ քարտը մտցնում եք ծրարի մեջ, զմռսում եք, ծրարով եք տալիս այդ առաջի մարդուն, տալու ասում եք տար փոխանցի։
դա նույն այսպես կոչված S կետն է, հա, HTTPS, որի մասին շատ խոսել ենք։ Հիմա կայքերը բարեբախտաբար բոլորը գոնե մինիմալ կանխագրում անում են, եւ եթե չէ, այնտեղ կարմիր էջը բացվում է, že քֆուրա տալի, որ այս անվտանգ չի, մի մտի սրա մեջ, հա։ Եվ գոնե այս իմանում ես, որ ծրարի մեջ ես դրել։ Որ ծրարը այդ հուսալի պաշտպանություն չի։ Ծրարը կարան բացեն, փոխեն, մի հատ շատ նման ծրար դնեն, տանեն առաջ արանքում կարդան։ Դա բարձ այսպես կոչված HTTPS-ն է, որը հիմա TLS 1 ու 3, չգիտեմ, այդ պրոտոկոլներով են գնում։ Ավելի լուրջ պաշտպանությունը դա մի փոքր այլ տեսք ունի։ Դուք ձեզ ուղարկում են բանկից հատուկ արկղիկ, որի վրա երկու կողպեկ կա, հա։ Մի կողպեկի բանալին հենց սկզբից ձեր մոտ ա եղել, մի կողպեկը իրանցն է։ Իրանք իրանց կտորը բացում են, կարող բացեն, մտնեն ձեռքով հանեն, դուք ձեր կտորը բարձ ասեն։ Եվ դուք ձեր քարտը, հա, քարտի տվյալը բացում եք ձեր բանալիով, գցում եք մեջը, բանալիով փակում եք, ինքը շատ բինտ արկղիկ է, հիպոթետիկ ասեմ, հնարավոր չի ոչ մի ձև կոտրել։ Սա այսպես կոչված ծայրից ծայր կանխնագրումն եմ ես հիմա նկարում։ Տալիս եք էլի փողոցում հանդիպակած մարդուն, ով որ ինտերնետ պրովայդերն է, ասում եք, կարասեն 500 մետր տանես, փոխանցես տալի, ինչ լինի։ Ու ամբողջ ճանապարհին ինքը գլուխը կոտրի, մուրճով խփի, այդ արկղիկը չի կարող կոտրի, հա։ Բանկային աշխատողը կարող է իր կողմից իր կողպեկը բացի, երկու կողպեկանոց արկղիկ է, մի կողմից տնում եք, մի կողմից վերցնում։ Ինքը վերցնում է այդ քարտի տվյալը, կարդում է, փակում է, մի հատ է մեջը գրում է, որ ստացա ապրես, հետահարկում։ Այս սա այսպես կոչված ծայրից ծայր կանխնագրումն է։ Ծայրից ծայր կանխնագրում անում է շատ քիչ ծառայություններ, օրինակ սիգնալը, որը նաև մշակել է IN կոդավորումը, որից հիմա մյուսները օրինակ օգտվում են։ Ենթադրենք WhatsApp-ը հայտարարել է, որ ինքը օգտվում է սիգնալի մշակած պրոտոկոլից։ Դա չի նշանակում, որ դա մեկից մեկ նույնն է։ Սիգնալի մշակումը, այդ արկղիկի ամրությունը ստուգում են ամբողջ աշխարհի մասնագետները։ Հա, ինքը ասում է այսպես կոչված երրորդ կողմից թեստավորում։ Մյուսների դեպքում մենք մինչև վերջ չգիտենք ինչ է իրանց սերվերների վրա։ Եվ մենք փաստ գիտենք Հայաստանում, երբ որ WhatsApp-ով դիմել էին հայ գործարարի, Խաչատուր Կոկոբելյանի հորը առևանգել էին 3 միլիոն շուտ փող էին ուզել, այդ մի 3 տարի առաջվա պատմություն պատմում, ու WhatsApp-ով իրեն զանգել էին անծանոթ համարից, որտեվ մտածելով, որ WhatsApp-ը ծայրից ծայր կանխնագրվող է, ու չի կարողանա իմանալ իրենք ով են, որտեղ են, ասել էին, որ 3 միլիոն տալիս ես, հորդ բաց թողնենք։ Այս պատմության ավարտին էլ երևի քչերն են հետևել, բայց ինչ եղավ, Հայաստանի իշխանությունները դիմել էին Ամերիկայի իշխանություններին, նրանք դիմել էին WhatsApp-ին, ասել էին, ստե կենացման հարց է, օգնեք, նրանք չէին կարողացել կարդալ կոմունիկացիան, որտեղ ինքը ծայրից ծայր կանխնագրված արկղիկ է, բայց նրանք կարողացել էին տեսնել, թե որ ծայրից են այդ արկղիկը հանել, փողոց տվել, ասեն ճանապարհի ու ովա ստացել։ Ակետից ակետը, հա։ Այդ ծայրերը տեսել են, միջին չեն կարողացել կարդալ։ Այդ ինֆորմացիան տվել էին մերոնց։ Այդ ինֆորմացիայի հիման վրա նրանք հայտնաբերել են, որ Իրանում են այդ մարդիկ, Իրանի իշխանություններին էին դիմել, որը իդեպ հազվադեպ դեպքերից է այդ հազվագյուտ, որ նույն գործի շրջանքում եւ ամերիկացիներին են դեմել եւ իրանցիներին, հա, ով որ հիմա Հորմուզին հետևում է, կհասկանա ինչի մասին է խոսքը։ Իրանցիները բռնել էին այդ մարդկանց, նրանք ասել էին, որ իրանց ինչ որ հայեր փող են տվել, որ այդ համարից զանգեն, հա, ու գրեն։ Դրա հիման վրա հայտնաբերել էին, որ Իջևանում են այդ երկու հոգին, ովքեր որ կանխնագրել են, ով որ այդ ամբողջը կազմակերպել է եւ իրենց բռնել էին։ Մարդուն ազատել էին։ Հրաշալի պատմություն է։ Այստեղ երկու կարևոր բան կա։ Առաջինը, այո, մենք ուզում ենք, որպեսզի իրավապահները կարողանան այսպիսի դեպքերում օգնեն։ Հա, մարդու են առևանգել։ Բայց սա իր հակառակ կողմն ունի։ Դա նշանակում է, որ իրավապահները կարող են նաև ամեն ինչ վերահսկել։ Երկրորդ, այո, նույնիսկ եթե դու կանխնագրված ես ուղարկում քո կոմունիկացիան, այն թե դու ում հետ խոսեցիր, երբ ինչ կան, դա կարող է արդեն խնդիրներ հարուցել, հա։ Երրորդ, եթե իրավապահները կարողանում են օգտագործել այս կտրվածքով լավ գործ անելու համար, պայմանական ունենք մեկը զանգում, ասում են մետրոն ռումբա դրած, գնան դրան բռնեն, ասեն էլ չան է սա։ Հիմա, օքեյ, թույն է, բայց եթե իրավապահները այդքան ուժ ունեն, որ կարող են կանխնալ, լսել, նայել, գտնել եւ այլն, մենք նաեւ ուզում ենք, որպեսզի իրենց վրա լինի վերահսկողական մեխանիզմ։ Այլապես իրանք մահակ են դառնալու, հա, այսինքն
վերահսկողական մեխանիզմը դա նշանակում է, որ իրենք պետք է հաշվետվություն տան, թափանցիկ լինի իրենց որոշումները, իշխանություն, ընդդիմություն ասելիք ունենան, հա, որpիսի եթե չարաշահումներ լինեն, դրա հետաքննություն լինի եւ այլն։ Այսինքն ցավոք սրտի ես մեր խոսակցության կեսը արդեն մենք նվիրում ենք ոչ թե կիբերանվտանգությանը, այլ կիբերանվտանգության այն իրավական բլոկին, որը իմ ուժեղ կողմը չի, բայց Դեռ քաղաքագետը ասած տեխնոլոգիաները ձեզ մոտ կհասցնեն։ Բայց լրջագույն խնդիր կա։ Պետք է տեղում պահանջեք, որովհետեւ դա ուրիշ է։ Եվ վերադառնալ այն ձեր ամենաառաջին հարցին։ Իրականում ես շատ հավանում եմ ռուսաստանյան հավելվածները, տեխնիկապես լավ են սարքված, հաճախ առաջատար են, այնպիսի նորություն են մտցում, որ ամերիկյան անալոգները դեռ չունեն։ Նույն օրինակ, չեմ էլ ուզում մի-շոր բան գովազդեմ, հա, բայց նույնն են Yandex քարտեզի հարմարությունը, ես տարբեր բաներով փորձարկում եմ, շատ եմ ճանապարհորդում ուրիշ տեղեր, որտեղ Yandex-ը չկա ստիպված օգտվում ուրիշ հավելվածներից, իր այդ UX-ը, այդ user experience-ը, ոնց ամեն ինչ կազմակերպված, շատ քչերն ունեն, լավ էլ աշխատում է, բայց ռուսաստանյան իրավական համակարգը, որ իր հետևում է աշխատում, ինքը ինձ լրջորեն մտահոգում է։ Դրա համար, եթե ես տեսնում եմ, որ մեկը ուզում է Mail.ru-ով ապահովել իր որևէ կարևոր բան, հա, խմբագրությունը փորձում է իրենց ամբողջ բիզնես կոմունիկացիան տնի Mail.ru հարթակի վրա, ինձ մոտ դա հարցեր առաջացնում, որովհետև պարզ է, որ ռուսները այն երկիրն են, որ կարող սրան դրան լավություն անեն։ Պետք է լինի կան Հայաստանի իշխանություններին լավություն անեն, գնան բացեն տենան մեջը ինչ կա։ Պետք է լինի Ադրբեջանի իշխանությունները։ Պետք է լինի եւ այս բոլորը հիպոթետիկ չեն խոսում, շոր օրինակներ նույնիսկ կան, որ այ հանել են, տվել են Լուկաշենկոին պետք լինի, չունեմ Պողոս Պետրոսին պետք լինի։ Ամերիկայում այդ լրջագույն դիրքի վրա է դրված։ Հիմա քննադատները կասեն, բայց sense pass Snowden πάει եւ այլն, եւ դրա կոնտեքստը հետեւյալն է։ Դե հենց խնդիրը նրանում է, որ Snowden-ը դարձավ սկանդալ, որովհետեւ դա չէր կարելի։ Այո, մեր լսողների համար ովքեր որ գուցե ավելի երիտասարդ են բաց են թողել, մոտ մի 15 տարի առաջ Էդվարդ Սնոուդեն անունով դա ոլորտի հաքերը, պարզ ասած, ով որ նաև աշխատել էր Միացյալ Նահանգների այդ տարբեր խոշորագույն ընկերությունների CIA-ի համար կենտրոնական հետախուզական վարչության փով հաքեր ա եղել պետության համար, ինքը արտահոսքեր կազմակերպեց լրագրողների միջոցով, որտեղից պարզ դարձավ, որ ամերիկացիները տոտալ գաղտնալսել են ամեն ինչ ու ամեն մեկին։ Դրանից հետո ինչ-որ բաներ փոխվել են, բայց դրանից հետո նաև Ամերիկայում տեսնում եք, հա, ինչ վարչակարգ է, այսինքն ճգնաժամ, այսպես ասած։ Դե այսօր Twitter-ով դրել է Ամերիկայի նախագահան մի հատ վիդեո, որտեղ մի ժամ անընդհատ ասում է հաղթում ենք, ասենք հիմա չգիտեմ ես ինչ ասեմ այս թեման։ Դրա մասին էլ կխոսենք։ Ես մի պահ պարզապես ուզում եմ անցնենք գաղտնալսումներից արհեստական բանականությամբ ստեղծված ֆեյքերի եւ ավելի շատ մեդիայի, հա, մենք բացի գաղտնալսումներից նաև տեսնում ենք ինչ-որ վիդեոներ։ Դրանց մեծ մասը հայտարարվում է, որ fake է, մի մասը միանգամից է, հա, անզեն աչքով երևում, որ fake է, բայց մենք հասկանում ենք արդեն հիմա, որ նման բաներ, հա, deepfake-եր շատ են լինելու հետագայում էլ, այսինքն ես մի պահ հիշում եմ գոլեգաներից հետ խոսում էի ու մենք եկանք այն մտքին, որ հիմա իրեն հարգող լրագրողի գործի կեսը ինֆորմացիա ստուգելն է, հա, եթե մենք ժամանակ ենք ծախսում իրավիճակը վերլուծելու, աղբյուրներ գտնելու եւ այլն, հիմա ավելի շատ ժամանակ ենք ծախսում հասկանալու համար այս ինֆորմացիան, այս վիդեո շարը, այս նկարը, որ մենք տեսնում ենք, իրական է թե ոչ։ Եվ մենք հասկանում ենք, որ սա լիովին փոխում է թե քաղաքական դաշտը, թե մեդիա դաշտը, թե սոցիալական դաշտը։ Մի կողմից սա լավ զենք է, հակառակորդիդ դեմ, մյուս կողմից իմ տպավորությամբ զարգանում է որոշակի անտարբերություն հասարակության մոտ։ Այսինքն մի կողմից դու կարաս ում ինչում ուզես մեղադրես, մյուս կողմից եթե անգամ մարդը իրոք ինչ-որ վատ բան է գործել եւ դրա վիդեոն հայտնվել, ինքը կարող է ասել, այդ ես չեմ։ Այդ հորինած է։ Իսկն հակառակ կողմից չես կարող ոչ մեկին մեղադրես։ Ինչ ենք անելու սրա հետ, ինչ վտանգներ եք տեսնում հենց այդ արհեստական բանականություն մեդիա կապի հետ։ Վտանգները շատ են։
բայց մի քիչ էլի արհեստական բանականությունից քանի խոսեցինք, ես քայլ հետ գամ, բացատրեմ ինչու՞մն է խնդիրը։ Հայք արհեստական բանականությունը շատ լավ կարողանում է մեծ ցավալի տվյալներ մշակել։ Մենք այդ մասը փորձենք, հետո գամ առաջ։ Եթե նախկինում ինչ-որ մեկին գաղտնա լսելու համար իշխանությունները պետք է մի 3 հոգու գործի դնեին, հա, ասենք դե պատկերացրեք օպերացիոն կենտրոն է, մի տեխնիկական մարդ է, որ շնուրներն է սխվում, մի հատ ինչ-որ փորձագետ է, то есть քննիչով կողքը նստած ասում, այս ինչը ուրախadir եղի, այն ինչը չէ, Այդ որպես կանոն հենց այդ փորձագետն էլ 3 հոգի է, որտեվ դա ամենաբարդ գործն է։ Հա, մի հոգի էլ ասենք մայոր ֆրֆրումա, որ այդպես գլուխներին կագնի, ասի աշխատեք, արայր կոֆե խմեք կամ ծխեք։ Հիմա այդ ամբողջը մի ծրագիր անում։ Հիմա այդ ամբողջը անում մի ծրագիր եւ զանգվածային, այսինքն հիմա նաեւ ոչ միայն մեր բոլոր աշխարհում պետությունները, պետությունները մոտիվացիա ունեն զանգվածային գաղտնա լսել, այդ ամբողջ տրաֆիկը պահել, գաղտնա լսված, թեկուզ հիմա պետք չի կամ տեխնիկապես չեն կարող կոտրեն, բայց կարող են այդ պահել, վաղը մյուս օր կամ զանգվածային կկոտրեն ու AI-ով կգաղտնա լսեն ու հետո հայաց կգնան քո վաղեմության ժամկետն անցած նույնիսկ մեղքերը կանեն կդնեն դեմդ, հա, այս մեկ։ Եվ պլյուս AI-ը օգնում է նաև այդ զանգվածային մշակել ու կապեր տեսնել, ով ում այդ խոսած ինչ թեմով եւ այլն։ Այս մի վտանգը ուղղակի որ գաղտնալսման թեման գոնե մի քիչ փակելուն մոտեցնենք եւ նաև ես չխոսեցի այն մասին, որ նաև գաղտնալսում են այսպես կոչված լրտեսական ծրագրային ապահովմամբ, այսինքն երբ կա ենթադրենք սիգնալը, որը բավական լավ անվտանգություն է ապահովում կամ Telegram, WhatsApp-ը, որ ավելի վատ են, բայց կան, որ խնդիր է գաղտնալսելը այդ մայոր բան համակարգով, հիմա վերցնում են լրտեսական ծրագրային ապահովություն, ծրագրային ապահովում, մենք Հայաստանում տեսել ենք Pegasus հաստատված, եւ մենք Հայաստանում տեսել ենք Predator-ի ենթակառուցված, սրանք երկու տարբեր, տեսենք նաեւ Candir-ու եւ այլ ինչ որ տարբեր լրտեսական ծրագրերի ենթակառուցվածք։ Ինչ որ պահի մենք հետազոտություն ունենք արած, որ ավելի քան 12-ի մասին հրապարակային մենք գրել ենք, որտեվ իրենց հետ ստորագրել ենք թուղթ, որ իրենք դեմ չեն, բայց մեր кейսերը, մեր ուսումնասիրությունները 200-ից ավելի են։ Եվ դա այն դեպքերի համար, երբ որ չեն կարողանում միջանկյալ, հա, ճանապարհին արկղիկը տանողին բռնեն, իրանք գալի կանգնում են մեսիջ ուղարկողի կամ ստացողի կողքը ու հենց որ արկղիկից քո գաղտնագրված տվյալը բացում հանում ես, այդ ժամանակ են կարդում, այս պարզես եւ սրա դեմ առհասարակ խնդիր է։ Հիմա միջազգային այդպիսի փալմալ process կա, որտեղ պետությունները դրանց միանում են եւ ստորագրում են, որ իրենք կոնեքս չեզոքացնեն այդ գաղտնալսումը, տիպը որ արև երթում են ու թե մամայի արև որ ֆեմինիստական լինի։ Հայաստանը այդ process-ին է չի միացել։ Միացյալ Նահանգները ծոր մի պա միանում էր դուս եկավ, թե ինձ էս շխարը վիճակ է։ Ոչմ այս ուղղությամբ շատ տխուր է։ Դրա համար ինձ համար իդեալական չգաղտնալսվող վիճակը գիտեք որն է, որ գրում են դաշտ աշտարակներից հելո լրիվ տկլոր անում են որ երկու հոգին որ վրեքը ոչ մի բան չլինի մի հատ էլ աջալ են գլխներին գցում որ հերից մեկը եւ աջալի տակ բան հա չէ եւ համրերի լեզվով բերանի շարժումներ չտա ասենք ուրիշ բան չի մնացել հա հայտարարակ ինչ-որ վիճակ է կան իհարկե տեխնիկական միջոցներ որ սարքը խլացնի կամ ուլտրազվուկավոր ինչ-որ ուլտրաձայնային հաճախություն մտցնի եւ այլն սենց հա էս ոլորտը հիմա արհեստական բանականությունը կիրառությունները կիբերվոլորտում շատ շատացել են այդ վիդեոները դա դեռ ամենավատը չի, հա։ Չէ, այսինքն կարելի է մարդու ձայնով էլ քո ուզած տեքստը գեներացնել։ Այո, եւ դրա որպեսի նես չլինի ամեն ինչին ասում եք փու վախ քղբան, դա լավ կիրառություններ ունի։ Օրինակ մենք տեսել ենք Fast and Furious, իմ սիրած կինոներից մեկն է, դերասանը մահացավ եւ մի երկու հաջորդ էպիզոդներում իրան վերակերտել էին նաեւ AI տեխնոլոգիաների մշակմամբ կամ համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Հիմա, չգիտեմ, դերասանին ճահելացնել, ծերացնել, վերստեղծել հեշտացել է։ Ավելի բան ասեմ, օրինակ ես այսօր սապրվեք եմ, ատում եմ այդ գործը, էլի պետք է տենց փորձես սանրվես բան, կամերա առաջ կանգնես, ես օրինակ սարքել եմ իմ fake-ը, վիդեո մի կտոր եւ YouTube մի քանի հատ տեստի համար արել եմ, որ եթե պետք է լինի ինչ-որ բան խոսամ, տեքստը գրեմ, ինքը առանց սխալների, այդ իմ ուզած ձևի կամերան դրած այդ
թրաշված ասում վիճակով իմ տեղը խոսի բրսնի։ Այդքան էլ ազնիվ չի, բայց ինքը կարող է եւ արագանա ցիկլը։ Կամերա պետք է դնես, լույս միացնես, միկրոֆոն դուզես։ Դե ես օրինակ ձայնի մշակման հարցերում եմ։ Դե բա, բայց այսինքն ինքը կարող ունենա լեգիտիմ կիրառություններ, որը ված չի։ Բայց ինքը նաեւ չարաշահվում է։ Հիմա հարց առաջ, չարաշահումը ոնց։ Հիմա ես տեսնում եմ, գուցե ման եմ գալի դրա համար, տեսնում տասնյակ ալիքներ TikTok-ում, YouTube-ում, Facebook-ում, որտեղ լավ կամ վատ, հա, որակի ֆեյքեր են։ Միտեղ շոր չգիտեմ, Քոչարյանն է, որ Պուտինին է զանգում, լացալնում, միտեղ Նիկոլն է, որ չգիտեմ զանգում։ Ոչմ sense, շոր։ Միտեղ ինչ որ ես աչքովս ընկավ, քաղաքական այրերը ապարում էին, քեֆ էին անում ինչ։ Այ ինչ ասես կամ, իմ ասը շատ խնդալու է։ Հա։ Հումորային է, բայց եկեք հասկանանք, որ այս նախընտրական լարված իրավիճակում նույնիսկ այդ հումորը ենթագիտակցականում կոմոդ նստված կա թողնում։ Հա, որ անգամ հումորը հաճախ գծող հումոր է, այսինքն դիմացինին արժե զրկելուն ուղղված հումոր։ Դե ասա նույնիսկ անմեղը որ լինում, հա դու տեսնում ես որ դա վաղը մարդը գնաց հասավ այդ ընտրատեղամաս իր մոտ նորից լնելու է որ սիսի Պուտինը Նիկոլաս ինչ որ sense բաներ, հա, որը այդ նախ ազդեցության մի ուղղությունն է։ Երկրորդ մենք օրինակ տեսել ենք ակնհայտ ֆեյքեր ենք տեսնում, երբ որ չեմ Փաշինյանի շատ նման իր ցայնով ֆիգուրը կարդում ասում է ես որոշել եմ հրաժարվել Սյունիքից։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Դուք պատկերացնում եք այդպիսի հայտարարություն լինի մարդիկ լուրջ ընդունեն, պետք է էվակուացվի Սյունիքից հելնեն մարդիկ, ասենք իրար ճխլելով փախնեն գան, ասենք ամեն կատաստրոֆա է սա պետության անվտանգության համար թեթև ենք մոտենում, մեծագույն խնդիր կարող լինել այն, որ մենք չկարողանանք ժամանակին ճանաչել, կանխել, տեսնել եւ այլն։ Եվ այստեղ նաեւ խնդրահարույց է, որ այս ֆեյքերը ոնց աշխատել, հա, մի կողմից լրագրողները պիտի ավելի շատ ջանք գործադրեն աշխատեն։ Երկրորդ տոտալ անկում է մարդկանց վստահությունը ամեն ինչի նկատմամբ, այդ թվում լրատվամիջոցների, եւ այստեղ մեծ խնդիր ունենք, որ լրատվամիջոցները ոնց վերագտնեն իրանց վստահությունը հասարակության, որտեղ եթե սոցցանցում ինչ ասես կարող լինի, գոնե լրատվամիջոցները կարող են լինել մի քիչ այսպես ասած ուղենիշային կամ ճշմարտության արբիտրը, հա։ Մարդը Բայց նաև մենք տեսնում ենք, որ հարցակումներ են լինում նաև տես լրատվամիջոցների նկատմամբ, այսինքն կոնկրետ քաղաքական ուժը եթե տեսնում է, որ լրատվամիջոցը չի սպասարկում իր օրակարգը, նեյտրալ է իրեն փորձում բայր, կարող ասի, այ իրանք, չգիտեմ, Սորոսից, Կրեմլից եւ չգիտեմ որտեղից փող են ստանում։ Դե դա ուրիշ հարց է, տեսեք։ Այսինքն լրատվամիջոցը ինքը ընկնում է այս բանի մեջ, հա։ Կա ու դրա հետ կապված երկու գործիք կա, հա։ Առաջինը այս պետության սահմանադրությունը, չարչարված սահմանադրությունը, հա, ինչ որ բաներ է նախատեսել։ Խոսքի ազատություն, ճիշտ է, ինքը իջեցվել է, ես իմ 30, չգիտեմ որի հոդված, տենց հայիշնում է ամեն տարի։ Նախատեսել է որ օրենքներով, հա, որ լրագրողի աշխատանքը չի կարելի խոչընդոտել եւ այլն։ Ինչ որ դեպքում կա, հա, ինչ որ դեպքում դա գործում է։ Երկրորդ կան միջազգային կառույցներ, որոնք ուսումնասիրում են եւ օրերս տեսանք, որ լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը Հայաստանի ռեյտինգը կտրուկ իջեցրել է, հա, ասենք 50-րդ տեղում ենք։ Միևնույնն է տարածաշրջանում լավագույնն ենք, հա, այսինքն Բայց տարածաշրջան ասվածտվել չի տարածաշրջանում շատ կատաստրոֆա տարածաշրջան ու Վրաստանից էլ դեռ մի 40 կետ կարծեմ այս կողմ ենք ինչ որ 100-ի կողմն ենք այսինքն այդ իմաստով հա էլի լավ է գոնե նայող կա վերահսկող կա եւ այստեղ արդեն նաեւ լրագրողի քաջության ու անձնական որակների հարցն է բայց լրագրողի ձևն էլ ոնց են գտել հա ու տարիներ շարունակ է մեր մոտ տարբեր տարիների իշխանությունները փորձում են լրագրողներին տնտեսականով ճնշել գովազդային շուկաները սահմանափակել գովազդը ուղղորդել միայն յուրային լրատվամիջոցներին հակել գովազդային ինչ-որ այլ միջոցներ հա որտեղ բիզնեսն էլիտանել բիզնես էլիտանել բավականին սերտաճածա որտեղ էլի ինստիտուտներ չկան բիզնեսը մտածում որ մի բան լինի ոնց է իմ շահերը պաշտպանելու դրա համար մտնում է իշխանության թևի տակ օրինակ ավելի հաճախ կամ
բավական հզոր ընդդիմադիր տնտեսական ինչ-որ բևեռ ապրնում, որը կարա իրան պաշտպանի ինչ-որ մի ձև, եւ այդ արդյունքում բիզնեսը դառնում է քաղաքականացված, բիզնեսի կողմից գովազդով սնվող մեդիան էլ դառնում է քաղաքականացված։ Եվ այնտեղ այն խնդիրը, որ առաջ մեդիան կողն է կարողանում այստեղից ընտես մի բան փոկել, այդ մի քիչ մնացած մի բանն էլ Facebook, YouTube-ն են տանում, եւ պետությունն էլ շահագրգռված չլինելով պաշտպանել մեդիան կամ հզորացնել մեդիան, ոչ մի բան չի անում։ Ինչ կարող էր անել։ Օրինակ, կարող էր ասել, որ Facebook, YouTube գնացած գովազդից վճարված ԱՀ-ն ես վերածելու եմ օրինակ մեդիաների համար հիմնադրամի, որտեղ հնարավորինս անկախ երաշխիքներ պայմաններով մեդիաներին կտրամադրեի լավ հանրային կարևոր կոնտենտ ստեղծելու գրանտներ, հա, որ հետո էլ չասեմ, էսի սորոսական այն ռուսական ասում, բա ստեղծեք երկրի ներսում սեփական եկամտի միջոց, թող մեդիան դրան դիմի օգտվի։ Չկա, չէ, որ ստիպված ընկել են դես ու դեն։ Ստեղծել մեդիայի բիզնեսի համար, օրինակ, արտոնյալ ինչ-որ պայմաններ։ ՏՏ ոլորտը բան չունեմ ասելու, ես էլ ինչ-որ առումով ասոցացվում եմ ու նույնիսկ ՏՏ ոլորտի հետ կապված ցածր հարկ են վճարում 1%։ Եկեք հասկանանք մեր պետության հիմիկվա, հա, այս ինստիտուցիաները պաշտպանելու իմաստով ՏՏ ոլորտն է ավելի շատ գործանում, թե մեդիան։ Կարող է պետքա մեդիային էլ ՏՏ ոլորտի պես օրինակ 1%-անոց հարկ սահմանել։ Այդ դեպքում ինչ որ բիզնեսներ կմտածեն, որ օքեյ, կարելի է մեդիա բիզնեսում ներդրում անել, մեդիային կից օրինակ անել մեդիայի բրենդավորած մերչենդայզը, հա, մեդիայի ձեր ռադիոյի մայք ալնի, լավ գնով էժան լինի, հաճույքով կառնեմ քաղաքնեմ, ինչ ա եղել։ Հնարավորություններ տա, որպեսզի մեդիան ստեղծի ինքը իր համար բիզնեսներ, դրանից սնուցի որակյալ հանրայինորեն կարևոր ապրանքը։ Եվ այդ դեպքում մեդիան կկարողանա հզորանալու շանս ստանալ եւ դիմակայել նույն այս արհեստական բանականությանը, ֆեյքերին եւ այլն։ Իհարկե, այստեղ միանգամից կսկսվի, որ մեդիան համ այդ կանի, համ էլ կշարունակի քաղաքականացված փողեր վերցնել, բայց ռեֆորմը մի տեղով չի լինում, հա, ռեֆորմը արվում է համակարգված եւ ըստ մշակված պլանի։ Բնական է, այդ ամբողջը հասկանալով եմ ասում, որ այդ պետքա մի քիչ այսպես անի, բայց այս ոնց որ կիբերից շատ հեռացանք, ուղղակի էլի կիբերի խնդիր չի, այստեղ շատ ավելի համակարգային մտածողության հարց է, թե չէ, հա, ես գործիքներ ունեմ, որն է, օգտվում եմ, նույնիսկ վճարում եմ մի քանիսի համար, եւ դուք էլ կարող եք օրինակ parse Gemini-ին վիդեոն շպրտում եք մեջը, Gemini Google-ի chatbot-ն է, քանի որ Google-ը հատկապես այդ իմաստով հզոր է, ինքը կարող է բավական լավ դիագնոզ անել, ասել այս վիդեոն երևի ստեղծված է ֆլոյով եւ այլն։ Նույնիսկ Google-ը հատուկ watermark-ը դնում, հատուկ կադրին մարդուն չերևացող նույնիսկ մարկերներ է տնում կադրի մեջ, երբ որ իր ծրագրերով են կեներացում նանո բանանայով կամ ֆլոյով, որպեսզի այս չանաչվի։ ChatGPT-ին փորձում է օրինակ համադրի, ասում է օրինակ աչքերի շարժում մի տեսակ, չգիտեմ, մատները 6 հատ է, ասենց ինչ-որ մի բան փորձում է դրանից գուշակի։ Սխալվելու հավանականություն մի կա, միշտ կա։ Ես վերջերս ասում եմ այսքան բանը իմանալով ինչ-որ մի տեսանյութ էր, նույնիսկ շփոթվել էի, դեռ մի հատ էլ հրապարակավ ներողություն եմ խնդրել իմ լսանից, որտեղ մի 10,000 հոգուց ավել տես լսան է, ես իրանց մոտ վատ եմ զգում, որ կարող է սխալված լինեի, ինչ-որ մի տեսանյութ տենց գրել էի, որ այս հավանաբար AI-ով է, հետո պարզվել էր իրական է։ Այսինքն հակառակն է, ինձ թվացել էր, որ արհեստական բանականությամբ է դրած, ինչ-որ գործիքով գցե նայել էին, ցույց էր տվել, որ հավանականություն կա, որ fake է, հետո պարզվեց իրական մարդ է։ Ու սա իլյուստրացնում է երկու խնդիր, հա, ինչքան էլ տեխնիկապես գրագետ նույնիսկ լինես, չեմ ասում ես իմովն եմ, հա, բայց ահագին այդ բզբզում եմ։ Իսկ ես չեմ կարողանում այդ հասկանամ, այսինքն ակնկալել, որ մարդը ամբողջ օրը ենթադրենք, չեմ, տաքսի ա քշե, իրիկուն հոգնած եկել ա տուն, որ սկրոլ անում, մի հատ էլ ագնի գործիքներ պստերի տենա այս վիդեոն ամեն ճիշտ է fake, իրատեսական չի։ Առհասարակ այդ առումով մեդիա գրագիտությունը մի քիչ գերագնահատված process չի, որովհետև հա, որ ասում են մենք հարցը կլուծենք մեդիա գրագիտությամբ, ինձ միշտ մտածում եմ, չէ, չենք լուծի, որովհետև ինքը կարող օգնի, բայց չի կարող հարցը։ Ինչա մեդիա գրագիտությունը, որ մասն է մեդիա գրագիտության այս դեպքում օգնում։
տեսանք, որ այդ Սյունիքի օրինակը կամ ինչ-որ իշխանություններին վերագրվում է ինչ-որ ֆանտաստիկ մի բան։ Հա, մեդիագրագիտություն ասում է ամեն բան կոնե մի երկու իրարից անկախ աղբյուրներով ստուգի։ Տեսարը սենց տարօրինակ հայտարարություն է վերագրվում է իշխանություններին, գնա կառավարության կայքը բացի, ով որ չգիտի, իսկ ես վստահ եմ 99%-ը չգիտի, ասենք gov.am, մտեք մտնայեք։ Կամ սենց օրենք է ընդունվեք, գնացեք, գիտեք ժողովուրդ եք մտնում, parlament.am, ասենք, մտեք ընդ տեսեք օրակարգում ինչ է։ Երկրորդ աղբյուր կամ ցանկալի առաջին աղբյուրից գնաս մի հատ ստուգես։ Երկրորդ մեդիագրագիտությունն ասում է փորձի տեսնել այդ նյութի տակ կան արդյոք տեսակետներ ու խարիսներ, այսինքն ինչ որ հայտարարություն եղավ, արդյոք կա դրա background, բացատրություն, երկրորդ կարծիք, եթե չկա, այդ նյութը ինչ որ առումով անորակ է, հավատալու ենթակա չի։ Իսկ եթե կա, քեզ պետք է որպես խարիս դու տեղից ընտրես, այս մարդը sense բան է ասել, լավ վիդեոն տեսնում ես fake-ով։ Հաջորդը երկրորդը ինչ է ասել։ Արդյոք այդ մարդը իր սոցցանցային պրոֆիլում է ունի, այսինքն աղբյուրի ուսումնասիրություն եւ այլն։ Բայց ելի եմ ասում, ակնկալել, որ ինչ-որ մարդ ամբողջ օրը Վարշավի է նստելու է մտնի gov.am, հա, էս անի են, իրատեսական չի, դրա համար լուծումը մեր մոտ այնա, որ մեդիաներին հզորացնում ենք, մեդիան աշխատում է իր վստահությունը բարձրացնելու վրա, մարդիկ բաժանորդագրվում են մի հատ ընդդիմադիր, մի հատ իշխանական, մի հատ չեզոք մեդիայի իդեալականում, հա, որ տես նորմալ դիետա ստացվի ու եղած ցանկացած հոսք համեմատում են այդ 3-ում կա, չկա, ինչ ձևի կա, դրանից ամեն եզրակացություն։ Դա էլ հո հնարավոր է, մի 3 հատ տես բաժանորդագրվեք իրար տակ նայեք։ Սա հույսս դրա վրա է։ Մենք արդեն մոտ 45 րոպե խոսում ենք, բայց չեմ կարող չանդրադառնալ ներքաղաքական եւ ներհասարակական խնդիրների եւ կիբերանվտանգության անդրադարձանք, հիմա մի թեթև խոսենք միջազգայինից, մենք դրան մի քիչ մոտիկացանք այդ գաղտնալսումներից խոսելու։ Հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում հատկապես իշխանության կողմից շատ ընդունված խոսույթ է խոսել հիբրիդային պատերազմների մասին։ Մի կողմից ես որպես մեդիա ներկայացուցիչ միանշանակ տեսնում եմ, որ դա կա, այսինքն ինչ որ fake լուրերով հարձակումներ, փորձել խոճապ առաջացնել, թիրախավորել ինչ որ քաղաքական անձանց եւ այլն։ Մյուս կողմից եւ ընդդիմությունը դա բազմիցս ասում է, որ դուք այդ հիբրիդային օգտագործում եք ձեր քաղաքական հակառակորդներին ճնշելու համար։ Այսօր Հայաստանը գտնվում է հիբրիդային հարձակման, հիբրիդային պատերազմների թիրախում եւ առհասարակ ինչ ենք մենք ասելով հիբրիդային պատերազմներ։ Հարցի կարճ պատասխան այո գտնվում միանշանակ։ Հարցի մի քիչ երկար պատասխանը այսպեսին է։ Այն ինչ որ հիմա անվանում են հիբրիդային, Հայաստանում մենք տեսնում ենք առնվազն 90-ականներից, հա, արկախոցումից ի վեր։ Երբ որ ցույց էին անում մարդիկ խաղաղ փողոցում, ռուսաստանյան ալիքներ ասում էին Արմյանսկի իսկ էքստրեմիստի, ես հիշում եմ, երեխա եմ եղել, բայց մինչև հիմա այդ գլխիցս դուրս չի գալիս։ Երբ որ ամբողջ Ղարաբաղյան շարժումը, հա, Արցախյան շարժումը կոչում էին էքստրեմիստներ, տերորիստներ եւ այլն։ Դա երբեք չի դադարել։ Ուղղակի հիմա դրա համար ստեղծվել է այս մոդայիկ տերմինը։ Եվ միջոցներն են շատացել։ 90-ականներին էլ ավելի շատացավ, երբ որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ էր, այդ իրավիճակում հիբրիդային հատկապես է ծաղկում, երբ որ դու չես կարողում կինետիկ, հա, զենքով մտնես կամ ինչ որ բան քեզ զսպում է, ավելի շատ միանում է հիբրիդայինը, ռոպագանդան։ Այս տերմինը իրականում այնքան հին է, հա, ասենք հազարամյակներ էլ առաջ գնանք եղել է կամ չեմ առաջին համաշխարհային ժամանակ բրիտանացիները ինչ որ օթապարիկով թռուցիկներ են լցրել գերմանացիների վրա եւ հակառակը, հա, ասենց խնդիրը մի քիչ ուրիշ բանում է, հիմա Հայաստանում ոչ թե մի հիբրիդային պատերազմ է, այլ մի քանի հիբրիդային պատերազմ է։ Այս այ, այսինքն մենք սովորել ենք քիչ թե շատ ադրբեջանցիները տենց յոլա գնենք։ Մենք իրանց էինք հիբրիդում, իրանք մեզ էին հիբրիդում, ասած այդ ժամանակ սկի չգիտեինք այդ հիբրիդի բանը։ Դա կոչվում էր ինֆորմացիոն պատերազմներ այդ ժամանակ, անունը այդպես։ Առանց ինչ-որ շատ մանա, ասենք ինչ-որ երեխա, որ մի քիչ կոմպյուտեր էր բզբզում Հայաստան ուզում մի քիչ խորանա, իր բոլոր փորձերը անում էր ադրբեջանական կայքերի վրա եւ հակառակը, հա, այսինքն
Այս միշտ եղել է։ Հիմա վեկտորներն են շատացել։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի վրա ազդում է ադրբեջանականից բացի, էլ Ռուսաստանից, էլ Թուրքիայից, էլ, չգիտեմ, Ամերիկայից, էլ Եվրոպայից, էլ Վրաստանից, հա։ Հա, եւ իդեպ կարա ասենք Ռուսաստանից, Թուրքիայից ազդի ռուսականը, Ռուսաստանից թուրքականը եւ այլն եւ այլն։ Պասերով, այսինքն թուրքական մեդիայում թուրքերեն գրվի, հայերը թուրքերեն այդքան էլ չեն խոսում, բայց ադրբեջանցիները վերցնեն թարգմանեն ռուսերեն, հայերը ադրբեջանականից վերցնեն այդ ռուսերեն թարգմանածը դնեն վերահրապարակեն, հետո պարզվի դրա հիմքը Մոսկվայում էր կամ չգիտեմ որտեղ, հա։ Էլ չեմ ասում, բա ամերիկական այդ բաները, որոնց մասին ոչ ոք չի խոսում, այսինքն երկիրը տափակ է, այդ ամերիկյան դասական ինչ-որ տակտիկա է, դեմոկրատիա չկա, սաղ ծախած է, էլիտաները, չգիտեմ, ամերիկյան կոնսերվատիվների, երեխեքի, չգիտեմ, սրտերը կողանում են, իրանց են դնում, էս էլ ներթափանցում է մեր մոտ ինչ-որ իզվրաշոնից գնում է Ռուսաստանից գալիս է Հայաստան, շատ տարօրինակ ձևով, այսպիսի, էլ չեմ ասում, որ Հայաստանը հիմա ինչ-որ թատերաբեմ է, այսինքն հիբրիդով իրար են խփում բան, ինչ-որ համեմատելի ուժը, ռուսները եվրոպացիներին, թուրքերը ռուսներին, ռուսները ես իմում, այսպես ինչ-որ վիճակներ է, իրանցիները տրբան, ամերիկացիներին, ամերիկացիները, ոչմ, այս պտույտը կա ու ահռելի ծավալների է իրական, ես մի տեսակ արդարացի չեմ հավարում, դա ծաղրուծանակի վերածել է, բայց ծաղրուծարակի վերածել են միասին եւ իշխանությունները չարաշահելով տերմինը առանց բավարար բացատրությունների մեկնաբանու թե դա ինչ է եւ նաեւ կողքի կանգնող սեմուշկաչրտողներն ու ընդդիմությունն էլ առանձին, որոնք մի մասը անլրջացնում է, մի մասն էլ փորձում է արժեզրկի, որպեսզի ոնց որ իրենց պաշտպանություն ստեղծվի։ Ակնհայտ է, որ մեր մոտ դա չարաշահվում է առաջին հերթին իշխանությունների կողմից, որ ինչ անեն փորձում են արդարացնել հիբրիդային գործոնով, բայց մյուս կողմից արժեզրկվում է ընդդիմության կողմից։ Գոնե ինձ մյուս կողմից դե իշխանություններն էլ չարաշահելով են արժեզրկում, հասկանում եք, այսինքն երբ որ տեղի անտեղի ամեն ինչ ասում են սա հիբրիդ է, ոնց որ արդեն մարդիկ սկսում են ամեն ինչին ձեռ առնել, սա հիբրիդային սուրճ է եւ այլն եւ այլն։ Հիբրիդային ավտո, հիբրիդային սուրճ եւ այլն։ Դա վտանգավոր է, դա պետք է անել լուրջ մասնագիտական, կոնկրետ թիրախավորած եւ դրա զգալի մասը նույնիսկ պիտի չերևա։ Դա պետք է կոմունիկացնել, բայց ամեն անկյունին դրա մասին չգոռալ։ Եվ ոնց որ ես տեսնում եմ, որ բարեբախտաբար հիմա կարծես այդ ճնշումը մի կողմից նվազել է եւ ինչ-որ ավելի լուրջ հիմքերի վրա է դրվել, բայց նաեւ մենք պիտի հասկանանք, որ հիբրիդայինը դա միայն մի մասն է պատմության պատմում, որտեղ երբ խոսում ենք հիբրիդային հարցակումների մասին, դա սովորաբար գոնե այդ ընկալումը որ կա, նկատի ունենք օտարերկրյա ազդեցության մասին, որը ծածուկ է, համակցված է եւ գալիս է տարբեր ձևով, թվայինը, տնտեսականը, քաղաքական եւ այլն։ Բայց մենք ներքին ունենք շատ մեծ խնդիր ներքին ապատերեկատվական մանիպուլյացիաների եւ հարցակումների, որը հիբրիդային չես կարող աճել, որտեղ տերմինը հորինվել է ուրիշ բանի համար, բայց կա ներքին ինֆորմացիոն մանիպուլյացիա եւ տեղեկատվության շահարկում, այդ թվում դրա օրինակը նույն քաղաքնալսումները, որից սկսեցինք խոսել։ Երբ որ քաղաքնալսումները արվում են տեղի անտեղի չարաշահվում են, լինում են սլիվներ, այսպես ասած արտահոսքեր, կոնկրետ իրենց հաճո մեդիաներում, երբ որ շրջանառվում են թեզեր։ Սա նույնպես բերում է այդ ինստիտուտների հանդեպ անվստահության բարձրացում։ Այո, եւ դա հիբրիդայինի մի մեծ բաղադրիչն էլ հենց այդ է, որ արժեզրկեն պետական ինստիտուտներ, բանակ, եկեղեցի, ընտրական համակարգեր։ Այս բոլորի ուղղությամբ մենք տեսնում ենք։ Ժամանակին եթե ԱԾ-ն հրապարակում էր ինչ որ գաղտնալսում, ոչ ոքի մոտ ոչ մի հարց չէր առաջանում։ Հիմա հարցերը շատ։ Արդյոք սա ճիշտ է, արդյոք սա հորինված չէ, արդյոք սա սարքած չէ, արդյոք սա կտրած կպցրած մոնտաժած չէ, արդյոք սա ինչ-որ մեկի պատվերով չէ։ Շատ մտահոգիչ է այս ամբողջ զարգացումը, ընդ որում երբեմն նույնիսկ դժվարել է հասկանալ, օրինակ լոկալ գործող անձինք օտարի հիբրիդայինի մաս են դարձել եւ եթե դարձել են որ օտարի որտեղ է վերջանում արտաքին ազդեցությունը եւ սկսում ներքին համաձայնությունը ումա որ քաղաքական ուժը կարևոր չէ իշխանական ընդդիմադիր որի հետ աշխատում որի հետ չի նրանց մեջ էլ ինչ-որ բազմաթիվ վեկտորներ կան իրական համաձայնա թե ինչ-որ մեկի շահն ասպասարկում ոնց բան չես հասկանա եւ այստեղ արդեն
էլի կիբերի ոլորտից մի այլ կարգի հեռու գնացինք, բայց այս նաև մեդիայով եմ շատ ինտենսիվ զբաղվում, որտեղ թվային մանիպուլյացիաները ունենում են, թվային տիրույթում են տարածվում այս մանիպուլյացիաները եւ իրենք ունենում են հետք։ Ինչ սերվեր օգտագործվեց, ինչ օգտահաշիվ օգտագործվեց, կան այսպես կոչված բաց աղբյուրներով գործիքներ, OSINT, Open Source Intelligence, երբ որ դու ուսումնասիրում ես բաց աղբյուրներով, այս ալիքը երբ է ստեղծվել Telegram-ում, իր user pick-ը AI-ով է սարքած, թե ինչ-որ տեղից վերցված է, հնարավորություն կա որոնել այդ user pick-ը, տեսնել ուրիշ որտեղ է երևացել։ Հիմա մենք եթե դու անում ես նույն սկզբունքով ինչ-որ վիրուսն ես ուսումնասիրում, որտեղից եկավ ուր գնաց, նույնը կարող ես ուսումնասիրել տեղեկատվական վիրուսը, պարզ ասած։ Մենք ինչ-որ դեպքում տեսնում ենք, որ ինքը նույնականանում է այնպիսի պարամետրեր, որ տեսել ենք օրինակ Ուկրաինայում կամ Մոլդովայում, կա այդպես բան։ Բայց նաև տեսնում ենք, որ կա այնպիսի էլի ապատեղեկատվական շարժումներ, հարցակումներ, որ ոչ մեկի հետ առնչություն չունեն։ Կամ նոր են ստեղծվել, կամ լոկալ ակտորներ են անում, կամ լրիվ ինչ-որ երրորդ անձինք են։ Այնպես որ այդ առումով դաշտը ես փորձում եմ ուսումնասիրել եւ մենք տեսնում ենք հստակ տրենդներ, որը շատ վտանգավոր է արժեզրկվելու պետական ինստիտուտները։ Ոնց, օրինակ ասելու, որ ընտրությունները ծախծախած է, մի կողմից ասեմ, որ ռուսներին, մի կողմից որ թուրքերին, մի կողմից որ չգիտեմ, եվրոպացիներին, ինչ է դա ստեղծում մարդու մոտ։ Մարդը մտածում է, տիպը իմ համար լավ լրված եմ տանը, հելնեմ, գնամ, հերթ կանգնեմ, ընտրության մասնակցեմ, ինչի համար մեկի գործիք։ Մեկը սաղ ծախած է, то ինչ անում են, այսինքն ապացիա ու դա արժեզրկվում ընտրական ինստիտուտը։ Մյուս կողմից այն էգզիստենցիալ սպառնալիքը, որ հիմա շահարկվում է, այսինքն իշխանություններն ասում են մեզ չընտրեք սեպտեմբերին պատերազմ կլինի, ընդդիմությունն ասում է եթե այս իշխանությունները մնացին դառնալու ենք Թուրքիայի վիլայետ, կամ գալու ենք մեկա պատերազմ կլինի, գալու են Սյունիքը վերցնեն, այսինքն բոլորն էլ այդ շահարկում են, ընդ որում շահարկումը շատ տափակ ձև է, այսինքն եթե ասում եք, որ ձեր չընտրենք պատերազմ կլինի կամ չի լինի, բա ձեր քայլերը, բա դիվանագիտությունում ինչ եք անելու զորքի հետ կապված։ Մենք չենք տեսնում, որ քննարկումը գնա մի քիչ ավելի վերլուծական դաշտ, առաջարկների լուծումների դաշտ եւ մարդիկ էլ չեն հարցնում, լրագրողներն էլ չեն հարցնում, այսինքն շատ ավելի հեշտ է միկրոֆոնի դեր կատարել, գնացիր, բերեցիր, տվեցիր։ Հարցերը տալիս ես ու կապակցված չեն էլ պատասխանում ցավոք սրտի, նես չի որ չեն տալիս եւ վերջում քո ինչ անես, ինչ ստացել։ Լրագրող կհիշեք, որ Թրամփին հարցրել էր այսքան զոհ եք տվել Իրանում, Թրամփը նայեց, ասեց դուք իմ դուր են գլխից չի գալիս, դուք շատ վատ մարդ եք։ Դե իմ ասենք, սենց իմ մի լավ գործընկեր էլ ունեի, ասում էր, որ կարտոշկա ես բերել, շատ պյուրե տա, ոչ եմ կարա քեզի դրանից ոսկի չալաղած արկեմ։ Այսինքն, հիմա եթե քաղաքական ուժը մենակ կարտոշկա է բերում, ոնց ես դրանից նորմալ ուտես ստանալու։ Այնպես չի, լրագրողներին շատ են մեղադրում, բայց դա էլ արդար չի։ Այս պայմաններում, հազար մի ճնշում, վիճակ, լավ վատ ամեն ինչի մասին հասնում ենք իմանանք, մի հատ էլ խոսքի ազատության 50-ը անկել է, բայց միևնույն է տարածաշրջանում թույն տեղ ունենք։ Այս պետքա մի քիչ ավելի ուրիշ դաշտ է, որ քաղաքական ուժերը մի քիչ հասունանան, բայց պահանջարկն էլ հանրային, նաև սոցցանցային ալգորիթմերի պատճառով արժեզրկվել, այսինքն մարդիկ գրաճանաչ էին տարել տառաճանաչ, հիմա տեսնում ենք շարժումը հետ դեպի ժայռապատկերներ, տիպը Instagram-ում նկարի մակարդակով ենք շփվում։ Հենց մի քիչ տեքստ է լինում երկար, ոչ ոք չի ուզում կարդա, հոգնում են, ներվանում են։ Ես արդեն զգում եմ, որ տեսնում եմ, հանգամ տեսնում եք երկար խոսում եմ, հա, ինձ թողես ժամերով լավաշ գրեմ, բայց զգում եմ, երբ գրում եմ, ասենք մի 5 հոգի է տեսնում։ Իսկ մի հատ նկար գցեմ, մի հատ անիմաց վիդեո գցեմ, հազարներով լայք, բան սրտիկ։ Դա քեզ ապա մոտիվացնում, ասում ես, դե ինչու՞ համար չարչարվեմ գրեմ, մեկը մարդ չի կարդալու, լավ չի, մի հատ ասում եմ ժայռապատկեր դնեմ, պրստի գնա, այսինքն ազգս դեգրադացվում է մինչև քարանձավային մարդու մոտ։ Դա համաշխարհային երևույթ է, այսինքն։ Դա համաշխարհային երևույթ է, հասկանալի չի դրա հետ ոնց պայքարել, հասկանալի չի արդյոք պետք է դրա հետ պայքարել։ Հիմա տրենդն է։ Եվ վերջում ֆուտուրոլոգիան անշնորհակալ գործ է, բայց երբ ընդհանուր ենք նայում այս ամբողջին, հիմնականում երկու, այսպես ասենք,
կանխատեսումներ են ասում, որ կամ կգնա այսպիսի արժեզրկում եւ որոշակի անարխիկ վիճակ կձևավորվի, հա, ինչ որ մարդիկ իրաց բաբլներում կապրեն, պետության ուժը մաքսիմալ կթուլանա, կդառնա ավելի տենց ձևական երևույթ, որի մեջ տարբեր խմբեր ինչ որ ձև իրար դեմ պայքարելով կգոյատևեն եւ այլն, եւ երկրորդ տարբերակը մենք կհասնենք կամ որոշ պետություններ կորոշեն այս ամեն ինչի դեմ պայքարել փակվելով եւ ստեղծելով թվային տոտալիտարիզմ, հա, փակվելու օրինակներ են ցուցաբերում օրինակ Ռուսաստանը, որը տենց ամեն օր մի դուռ փակում է իր բնակչության համար, փակվելու օրինակ են ու այս պահին նաեւ պատերազմով պայմանավորված Իրանը, մենք ունենք Չինաստանը, որը որոշ հարցերում ինքնաբավ սոցիալական ցանցեր ունի, Ուկրաինան, հա, այսինքն անգամ ամենաբարի նպատակներով, երբ որ դու գտնվում ես պատերազմական վիճակում եւ քո նպատակները այսպես հիբրիդային հարձակումներից պաշտպանվել, կարող են բերել նրան, որ դու լավ նպատակով անես մի բան, որի ելքը կլինի դու կստանաս թվային տոտալիտար համակարգ, տոտալիտարիզմ։ Ձեր կարծիքը ինչ տեսական ապագա պետական կառույցներ եք տեսնում։ Աշխարհն հենց է փոխվել, որ արդեն ամեն մի սև բանի հնարավոր է հավատալ, այսինքն ես շատ սիրում եի այդ 1984 գիրքը, հա, 1984 Orwell-ի, որը տենց նեգատիվ ֆանտաստիկայի օրինակ էր, այսօր զգում եմ, որ Orwell-ը ոնց որ իր ֆանտազիայում բավական հեռու էլ չի գնացել, ավելի վաղ։ Դե անգամ դեբատ կա, ով էր ավելի ճիշտ, Huxley-ն թե Orwell-ը, որովհետև բաներ կան, որ շատ նման են հենց Huxley-ին, այդ մարդիկ իրանց բաբլների մեջ եւ այլն։ Տեսեք, երկու տրենդ, այսինքն այն ամեն ինչ նկարագրեցիք տեղի ունի։ Տեղի ունի նաև այն փաստը, որ մարդիկ մասսայական Միացյալ Նահանգներում լքում են Facebook-ը, հա, սոցցանցերը։ Փորձում են կենտրոնանալ արդեն նեղ խմբերում, մասնագիտացած, կտրուկ աճել է մեր սիրելի հայրենակից Ալեքսիս Օհանյանի ստեղծած Reddit-ը, որտեղ այնտեղ թեմատիկ subreddit-ներում են մարդիկ շատ կուտակվում։ Ես տարիներ շարունակ հետևում եմ 90-ականներից Հայաստան միշտ տեխնոլոգիաները մի քիչ տենց ուշ են հասնում, հետո ոտքերը տենց կախկցած են մնում, օրինակ Ադնակլասնիկին Ռուսաստան վաղուց օգտագործող չկար, Հայաստանում ու Տաջիկստանում մնացել էր ամենա տենց պոպուլյար ցանցը։ Հիմա Facebook-ն է այդպիսի վիճակում, բայց TikTok-ը չէ, երիտասարդ սերունդը ու իմ դիտարկումներով նաև Ամերիկայում Ես TikTok-ում չկա, մի քիչ դժվար է ինձ ոնց որ կողքից սպառող եմ, էլի, բայց ոնց հասկանում եմ, ինքը տենց թափ առնում ամբողջ։ TikTok-ը թափ առնում է եւ TikTok-ը ունի սպეციფիկա, որ ինքը պետական վերահսկողության տակ է շատ ավելի շատ։ Այսինքն, պետականի նկատի ունեք Չինաստանի կառավարության, այսինքն եթե Հայաստանի իշխանությունները, Չինաստանի իշխանությունները ոնց որ շատ վատ չեն, տենց քչից շատից այդ հարաբերությունները պահպանում, ինչ որ խնդիր լինի, TikTok-ի այդ հարցերը այ շատ ավելի հեշտ է լինել լուծել, քան ու Facebook-ի, որը անարխալիբերալ ինչ որ վիճակները Մարկի վերջի իմանա, այդ Մարկ Զաքերբերգի վերջին հայտարարությունից ելնելով առհասարակ ուզում ամեն տիպի վերահսկողությունից ազատվել, այսինքն իմ տեսակետից պետության անվտանգությանն ենք եթե անդրադառնում եւ Facebook-ը մի փոքր ավելի վտանգավոր նույնիսկ կարող է դառնալ ելնելով իր ավելի ազատական լիբերալ բնույթից, որը նշանակում ավելի պակաս վերահսկողություն։ Բայց հա, այս աշխարհում լիքը վատ բաներ արվում է երեխեքին փրկենք կարգախոսի տակ, որ մեր երեխեքին փրկենք, չգիտեմ, ֆեյքերից, Telegram-ում անոնիմներից, նարկոտիկ ծախողներից, հետո սկսում են տենց բոլտուգայք գծել ամեն տեղ, հա, Ավստրալիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ մեր մոտ էլ այդպիսի նախաձեռնություններ կան։ Այդ ուղղությամբ իսկ թվում անխուսափելի է որ գնալու ենք Հայաստանը փորձում է հիմա ստեղծել այսպես կոչված թվային ինքնություն հասկացություն, հա, մենք արդեն կան համակարգեր, նույնիսկ պետական հավելվածներ, որտեղ դու գրանցվում ես, քո մասին պետական ամբողջ ինֆորմացիան մի տեղ է լինում, վաղը մյուս օր երեխեքին փրկելու անվան տակ օրինակ պահանջ կմտցվի եւ դա արդեն կա, հա, որ Meta-ն, Facebook-ը, iPhone-ը, Android-ը բոլորը պահանջել են, որ դու պետական օրինակ քո չիպով անձնագիրը կամ քարտը սքան անես,
որ քո տարիքը որոշվի, քո identity-ն որոշվի, նույնականանաս ինտերնետային ծառայություններից օգտվելու համար, իսկ որտեղ անձնագիրը մտավ, անձնագիրը դա ոչ թե ազատության գործիք է, դա սահմանափակության գործիք է, այսինքն մեր կարդացել եք, որ ժամանակին մի 200 տարի առաջ Իսրայել օրի բաստից ընդեղ էին գնում վիզայի խնդրեմ ունենային դեսպանատան դուրը չոքեն։ Դու ինչի 200 տարի, հենց 20-րդ դարի սկզբում երբ որ սկսվում է Լենինի մասին կարդում ես, ոնց էր որ սկսվում է այս անձնագիր, նույնականացում, անձնական թռեքին, սկսվում է նաև դրա վերահսկողությունը, հա, ու էլի նույն այդ անձնական տվյալների պաշտպանության դաշտ ենք էլի վերադառնում ու դրա հետ կապված մնացած ռիսկերը։ Շատ լավ, շատ շնորհակալություն, մենք արդեն մոտ չէ, 1 ժամ 5 րոպե խոսում ենք։ Թեման իրականում անծայրածիր է, դրա համար փորձեմ ասում եմ բռնի ուժով ավարտեմ մեր զրույցը, որովհետև այսպես հարցերը իրականում անսահման են։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ես հիշեցնեմ, որ դուք լսում եւ դիտում եք Գործարար Ալիքը տաղավարում Աշխատեցլյանը Խաչատրյանը։ Այսօր փորձեցինք մի քիչ խոսել կիբերանվտանգության մասին, նաեւ անդրադարձանք հիբրիդային պատերազմներին, գաղտնալսումներին, մի խոսքով բոլորի սիրված թեմաներին։ Այսօր մեր հյուրն էր Կիբերհաբի համահիմնադիր թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։